պետք է ընդամենը նայել, թե թշնամի կողմը ինչպես է պատկերացնում խաղաղությունը հայերի հետ։ Այդ խաղաղությունը հայերի հետ նրանք պատկերացնում են ոչ թե բարիդրացիության հենքի վրա, այլ պատկերացնում են իշխողի եւ իշխվողի դիրքերում։ Դեպի ավտորիտարիզմ գնացող իշխանության համար կենսական նշանակություն ունի ներքին թշնամու կերպարի ստեղծումը։ Ահա պատերազմ կամ խաղաղություն հակադրությունը սովորաբար մենք տեսնում ենք այն պետություններում, որտեղ կա ավտորիտար ռեժիմ։ Նպատակն է խաղաղության այսպես կոչված գործընթացը վաճառել ժողովրդի վրա որպես ինքնին կատարված փաստ այն պարագայում, երբ փաստի մասին մենք խոսել չենք կարող։ Իսկ ինչու է այդպես, որովհետև չկա ավելի մեծ գործ կատարված, որը կարելի է ներկայացնել ժողովրդին որպես այս իշխանության բերած կամ այս իշխանության կատարած աշխատանք, որի արդյունքում փոխվել է Հայաստանի ժողովրդի կյանքը։